Թրամփի վարչակազմը դադարեցնում է Medicaid-ի բժշկական օգնության ծրագրի ֆինանսավորումը Կալիֆոռնիայում և Մինեսոտայում։ Արդյունքում նահանգները կզրկվեն ավելի քան $1 միլիարդ, ըստ պաշտոնական վարկածի, պատճառը խարդախություններն է և կանոնների խախտումը։ Նահանգների պաշտոնյաները համաձայն չեն այս որոշման հետ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմը քաղաքական դրդապատճառներ է տեսնում։ Դեմոկրատները պնդում են, որ դա պատերազմ է Medicaid-ի ծրագրի դեմ։ Առավել ևս, որ դաշնային իշխանությունները հստակ ապացույցներ դեռ չեն ներկայացրել։ Բժշկական ծառայությունների կենտրոնի ղեկավար Մեհմեդ Օզը նշել է, որ կասկածելի դեպքեր կան, որպես օրինակ նշել է նույն օրը բազմաթիվ հիվանդների համար հաշիվներ ներկայացնելու փաստը։ Օզը նաև մատնանշել է Կալիֆոռնիայի տնային խնամքի ծրագրում գրանցված կասկածելի աճը։ Կալիֆոռնիայի իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքները։ Նահանգները կարող են վերականգնել ֆինանսավորումը փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։ Որոշ փաստաթղթեր արդեն գտնվում են ստուգման փուլում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կարմրուկը վերադառնում է Լոս Անջելես, օդանավակայանում վարակվելու վտանգ կա։ Նյու Յորքում մահացու վարակ է տարածվում, ինչ է հայտնի։ Իրանական թակարդ Թրամփը կանգնած է ծանր ընտրության առաջ։ Սխալ ծրագրային ապահովման մեջ հազարավոր օտարերկրացիներ ԱՄՆ-ում գրանցվել են ընտրող։ Ոստիկանական հետապնդումը ավարտվել է մահվան ելքով կրակոտ Սիմի Վելիում։ Եվ թողարկման երկրորդ մասում պատմելու ենք մի ամերիկահայի մասին, որին աշխարհում բոլորը սկսեցին ճանաչել կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում կարմրուկի դեպք է գրանցվել, վարակագիրը ժամանել է Դելտա ավիաընկերության չվերթով։ Նա եղել է Թոմ Բրեդլիի տերմինալի 206-րդ դարպասում։ Իշխանությունները զգուշացնում են վարակման վտանգի մասին։ Տվյալ վայրում գտնված մարդիկ պետք է զգոն լինեն, վարակը կարող է դրսևորվել մինչև 21 օրվա ընթացքում։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հորդորում է պատվաստվել, դա պատասխանատուների կարծիքով հիվանդությունից պաշտպանվելու ամենաապահով ճանապարհն է։ Չպատվաստված մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են։ Եթե մինչև օգոստոսի 6-ը ախտանշաններ չլինեն, ապա վտանգն այս անգամ ևս անցած կհամարվի։ Կարմրուկի նշաններն են բարձր ջերմությունը և հազը։ Հիվանդների մոտ նկատվում է նաև հարբուխ և աչքերի կարմրություն։ Ցանը սովորաբար սկսվում է դեմքի շրջանից, այնուհետև այն տարածվում է ամբողջ մարմնով։ Իշխանությունները կապ կհաստատեն վարակակիրի կողքին նստած ուղևորների հետ, իսկ բնակիչներին կոչ են անում պատվաստվել ճանապարհորդությունից առաջ։ Եթե Նյու Յորք մեկնելու ծրագրեր ունեք, ապա պետք է կրկնակի զգույշ լինեք, քանի որ մեգապոլիսում այժմ նոր մահացու վարակ է տարածվում։ Մանհեթնում արդեն 4 մարդ է մահացել վիրուսային հիվանդությունից։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 76-ի, 7 հիվանդ շարունակում է մնալ հիվանդանոցներում։ Քաղաքապետը հայտարարել է վարակի աղբյուրը վերացնելու մասին, սակայն մահվան դեպքերը շարունակվում են։ Վիրուսը առաջացնում է ծանր թոքաբոր, այն բազմանում է տաք ու կանգնած ջրում։ Իշխանությունները ստուգում են օդորակիչների սառեցման աշտարակները։ Սեփականատերերը պարտավոր են ախտահանել այդ համակարգերը։ Մենք վերացրել ենք վարակի աղբյուրը, ասել է քաղաքապետ Մամդանին։ Քաղաքապետը վստահեցնում է ծորակի ջուրը և օդորակիչները անվտանգ են օգտագործման համար։ Ախտանշանները հայտնվում են վարակվելուց 14 օր անց։ Տուժած թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ Այս հիվանդությունը վտանգավոր է հատկապես տարեցների համար։ Անցած տարի Հարլեմում է եղել նման բռնկում։ Այն ժամանակ մահացել էր 7 մարդ։ Իրանի հետ պատերազմը նոր փուլ է մտել, ամերիկացի զինվորների մահը սրել է իրավիճակը։ Սպիտակ տանը անհանգիստ են ընտրություններից առաջ, Իրանը շարունակում է հարձակումները։ Ամերիկան փորձում է դուրս գալ այս վիճակից, Թրամփը խոստացել է պատասխան տալ Իրանին։ Սենթկոմը հայտնում է Իրանին հասցված նոր հարվածների մասին, Իրանը պատասխանել է հարվածելով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։
Պատերազմի համար ծախսերը կտրուկ աճել են, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պահանջում է նոր ֆինանսավորում։ Պաշտպանության նախարար Հեքսեթի խոսքով պատերազմը արժեցել է 37.5 միլիարդ դոլար։ Սա ավելի է, քան նախկինում հայտարարված 25 միլիարդը։ Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ իրական ծախսերը շատ ավելի մեծ են։ Այն հասնում է մինչև 100 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ տարվա համար Պենտագոնը պահանջել է 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Իրանի հետ պատերազմը շարունակվում է, ապրիլին կնքված հրադադարը խախտվել է, իրանական ուժերը ակտիվացրել են իրենց գործողությունները։ Հորմուզի նեղուցում նավագնացությունը գրեթե կանգ է առել։ Դա վնասում է նավթի համաշխարհային մատակարարումներին։ Թրամփը հայտարարում է հաղթանակի մասին, միաժամանակ նախարար Հեքսեթը փող է խնդրում պատերազմի համար ու խոստովանում, որ Իրանը դեռ ունի որոշակի ռազմական կարողություններ։ Արդյոք Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն ու ԱՄՆ նախագահը կկարողանան իրար հետ լեզու գտնել։ Հարցը օրակարգում է, քանի որ Էնդի Բերնեմը անցյալում խիստ քննադատել էր Թրամփին։ Իրավիճակը պահանջում է կառուցողական երկխոսություն եւ դա այսօր պետք է երկու երկրներին։ Թե որքանով հնարավոր կլինի եւ առաջնորդները արդյոք պատրաստ են դրան, դեռ պարզ չէ։ Բերնեմը նախկինում Թրամփին կոչ էր արել հեռու մնալ բրիտանական քաղաքականությունից, սակայն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո փոխել է հռետորաբանությունը, ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Այժմ կողմերը պետք է համատեղ լուծում գտնեն Ուկրաինայի եւ Իրանի հարցերում։ Մենք պետք է աշխատենք միասին, իր ելույթում հայտարարել է Բրիտանիայի նոր վարչապետը։ Թրամփը իր հերթին դրական է արձագանքել Բերնեմի ընտրությանը։ Բրիտանական կառավարությունը պատրաստվում է նոր հանդիպումների Վաշինգտոնում քննարկվելու են անվտանգության եւ տնտեսության թեմաները։ Կողմերը պետք է նաեւ համաձայնեցնեն իրենց քայլերը միջազգային հարթակներում։ Բերնեմը հույս ունի վերականգնել լավ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Սա կարևոր է նաեւ ՆԱՏՕ-ի համար, որն այս փուլում, եթե ոչ ճգնաժամի, ապա առնվազն լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Հարավ-արևելյան Ասիայի դիվանագետները հավաքվել են Մանիլայում։ Իրանում ընթացող պատերազմը սպառնում է տարածաշրջանային տնտեսությանը։ Նավթի պաշարների խնդիրը սրվել է։ Ամերիկայի եւ Իրանի հակամարտությունը անհանգստացրել է բոլորին։ Միջոցառմանը մասնակցել են Հարավ-արևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի անդամները։ Նրանք փորձում են կանխել էներգետիկ ճգնաժամը։ Տարածաշրջանում նոր լարվածություն է առաջացել, Ֆիլիպինները մեղադրում են Չինաստանին։ Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը հարձակվել է ֆիլիպինցի նավաստու վրա։ ԱՄՆ-ն դատապարտել է Չինաստանի գործողությունները, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Մանիլա։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Ֆիլիպիններին։ Չինաստանի հետ վեճերը դեռ չեն լուծվել, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։ Առաջիկա օրերին ակնկալվում են նոր հանդիպումներ, տարածաշրջանում տիրում է անորոշություն։ Որոշ փորձագետներ չեն բացառում, որ իրանական ճգնաժամին զուգահեռ առաջիկայում աշխարհը կբախվի նաև չինական սպառնալիքներին։ Սխալմամբ թե պատահաբար ծրագրային շեղման պատճառով 6600 օտարերկրացի Նյու Ջերսիի նահանգում գրանցվել է որպես ընտրող։ Խախտումները եղել են 2023-ի հունիսից մինչև 2024-ի հունիսը։ Տեղեկությունը հաստատել է նահանգապետը, նշելով, որ համակարգը նրանց գրանցել է իրենց կամքից անկախ։ Այդ մարդկանցից 400-ը արդեն մասնակցել է ընտրությանը։ Այս դեպքը բուռն քննարկումներ է առաջացրել քաղաքական դաշտում։ Արդարադատության նախարարությունը սկսել է սեփական ստուգումները։ Պաշտոնյաները պնդում են, որ սա վտանգում է ընտրությունների հանդեպ վստահությունը։ Թեմային անդրադարձել է անգամ Սպիտակ տան խոսնակը։ Նա նշել է, որ սա ընդգծում է ընտրական անվտանգության անհրաժեշտությունը։ Նահանգապետը խոստացել է պաշտպանել սխալմամբ գրանցված մարդկանց։ Նրանք կարող են իրավական խնդիրներ ունենալ միգրացիոն հարցերում։ Շերիլը հայտնել է, որ չի փոխանցի նրանց տվյալները դաշնային մարմիններին։ Հետաքննությունը շարունակվում է։ Շուտով աշխարհը կիմանա Ջո Բայդենի գաղտնիքների մասին։ Դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է նախկին նախագահի խնդրանքը։ Մոտ 10 տարի առաջ արված նրա հարցազրույցների ձայնագրությունները պետք է հրապարակվեն։ Բայդենը ցանկանում էր գաղտնի պահել այդ նյութերը։ Դատարանը գտել է, որ հանրությունը դրանք իմանալու իրավունք ունի։ Անգամ սահմանել է հրապարակման ժամկետ օգոստոսի 3-ը։
Մարկ Զվոնիցերը Բայդենից հարցազրույցներ վերցրել 2016 և 2017 թվականներին։ Բայդենի փաստաբանները պնդում են, որ դրանք անձնական են, դատարանի մեծամասնությունը դա այլ կերպ է գնահատում։ Ձայնագրությունները կենտրոնացած են գաղտնի փաստաթղթերի հետ կապված հետաքննության շուրջ։ Հանրապետականները պահանջել էին այդ նյութերը։ Բայդենը դատի էր տվել Արդարադատության նախարարությանը, փորձելով արգելել ձայնագրությունների հրապարակումը։ Հատուկ դատախազը ուսումնասիրել էր փաստաթղթերը։ Նա որոշել է մեղադրանք չառաջադրել Բայդենին, սակայն վճռել է հօգուտ հրապարակման։ Բայդենը դեռ ունի բողոքարկման հնարավորություն։ Էլի մի քանի լուր տեղական իրադարձություններից Սիմի Վելիում ոստիկանության հետապնդումը ողբերգական ավարտ է ունեցել։ Տղամարդը մահացել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։ Նա կասկածվում էր ընտանեկան բռնության և տարեցների հանդեպ բռնության մեջ։ Ոստիկանությունը հազանգողը հայտնել է, որ կասկածյալը զինված է եղել։ Նա սպառնացել էր կրակել ոստիկանների վրա։ Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, նա վարում էր սպիտակ մեքենա, իրավապահները մոտեցել են նրան, տղամարդը չի ենթարկվել հրամաններին և փախել է։ Սկսվել է կարճ հետապնդում, որն ավարտվել է վթարով։ Մեքենան բախվել է մի մոտոցիկլետի։ Այդ պահին ոստիկանները կրակ են բացել, տղամարդը մահացել է անմիջապես դեպքի վայրում։ Ոստիկանության դեպարտամենտը դեռ չի հրապարակել մահացածի անունը, ոստիկաններից ոչ ոք չի տուժել, դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել, այն դեռ շարունակվում է։ Լոս Անջելեսի Ուեսթ Հոլիվուդում ջրատար խողովակի վթարից ճանապարհին առաջացած հսկայական փոսը դեռ չի վերացվել։ Սանսեթ բուլվարը դեռ փակ է երթևեկության համար, աշխատանքները շարունակվում են արդեն մեկ շաբաթ։ Ավարտի հստակ ժամկետ չի նշվում, սկզբում խոստացել էին ճանապարհը բացել անցած կիրակի։ Այժմ բետոնի խառնուրդ են լցնում փոսը, օգտագործելով ավելի քան 30 բեռնատար մեքենա։ Խողովակների նորոգումից հետո մասնագետները պետք է ստուգեն ջրի որակը, դրանից հետո միայն կվերականգնվի ջրամատակարարումը։ Ճանապարհի ասֆալտապատումը կսկսվի, երբ բետոնը չորանա, դրա համար հարկավոր է ևս 24 ժամ։ Վթարը լուրջ վնասներ է պատճառել բնակիչներին, հեղեղվել են շատ շենքեր և ավտոտնակներ, վնասվել է մոտ 200 մեքենա։ Տուժածները կարող են փոխհատուցումների համար դիմումներ ներկայացնել LADWP-ի պաշտոնական կայքի միջոցով։ Լոս Անջելեսի Boyle Heights թաղամասը մնում է գարշահոտության մեջ։ Հունիսի կեսերին հրդեհված պահեստի խնդիրը դեռ մնում է չլուծված։ Այնտեղ կա 85 միլիոն ֆունտ նեխած սնունդ։ Պատասխանատու ընկերությունը պետք է մաքրի տարածքը, սակայն դա դեռ չի արվել և նեխած սննդամթերքի հոտը շաբաթներ շարունակ լուրջ խնդիր է մնում շրջակա տարածքի բնակիչների համար։ Օդի որակի կառավարման հարավային շրջանի մասնագետները ստուգումներ են անցկացնում, շատ բնակիչներ ուզում են մնալ իրենց տներում։ Իշխանությունները նրանց տրամադրում են օդամաքրիչ սարքեր, օդորակիչներ և դիմակներ։ Բնակիչները կարող են ստանալ նաև վաուչերներ սննդի համար, սակայն գլխավոր խնդիրը գարշահոտությունը մնում է։ Բնակիչները ներկայացրել են գրեթե 1000 բողոք։ Պատասխանատու ընկերությունը աղբը տեղափոխում է տարբեր աղբավայրեր։ Այն ավարտելու համար հատկացվել է 45 օր։ Մաքրման աշխատանքները ընթանում են ամեն օր։ Կատարման ընթացքը վերահսկում են քաղաքային իշխանությունները։ Ալյասկայի իշխանությունները ցանկանում են մեկ փաթեթ գարեջրի համար բռնագրավել $95,000 արժողությամբ մի ամբողջ ինքնաթիռ։ Օդաչու ջուփին պայքարում է իր օդանավի համար։ Գործը լսելու է ԱՄՆ գերագույն դատարանը։ Դատական լսումները կլինեն աշնանը։ 2012 թվականին ջուփին թռիչք էր նախապատրաստում դեպի մի գյուղ, այնտեղ ալկոհոլը օրենքով արգելված էր։ Ուղևորի պայուսակում գարեջուր է եղել։ Ոստիկանները խուզարկել են ինքնաթիռը, օդաչուին դատապարտել են 3 օրվա կալանքի։ Ալյասկայի դատարանը թույլատրել է բռնագրավել ինքնաթիռը։ Օդաչուի փաստաբանները պնդում են պատիժը անհամաչափ է խախտմանը։ Այս գործը կարևոր է նախադեպ ստեղծելու համար։ Այն կորոշի պետության գործողությունների սահմանները։ Ջուփին արդեն 80 տարեկան է։ Նա արդեն 10 տարի է պայքարում է դատարաններում։ Առաջիկա դատական նիստը կարող է դառնալ այդ պայքարի վերջաբանը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։
Հանցագործ բժիշկը փախել եւ Լոս Անջելեսում թաքնվել է շուրջ 20 տարի, նա ապրել է Այլ անունով եւ ղեկավարել կենսատեխնոլոգիական ընկերություն։ Բժիշկը Ռոդ Այլենդից փախել էր դեռևս 2005 թվականին, այնտեղ նրան մեղադրում էին ծանր հանցագործության բռնաբարության համար։ FBI-ը եւ ոստիկանությունը այս ողջ ընթացքում որոնումներ էին իրականացնում։ Փախստական բժիշկը հայտնաբերվել է Նյու Յորքի ափերի մոտ, ուրիշի անունով գրանցված իր զբոսանավի վրա։ Նա ձերբակալվել է դրանից օրեր առաջ հեռացրել էին աշխատանքից։ Հետաքննությունը շարունակվում է Ռոդ Այլենդի իշխանությունների հետ միասին։ Բժիշկն այժմ գտնվում է կալանքի տակ։ Գոդզիլա ֆիլմերի հայտնի հոլիվուդյան դերասանուհին մահացել է ավտովթարից, 18-ամյա Քեյլի Հոթլը ավտովթարի է ենթարկվել երեքշաբթի գիշերը։ Նա գտնվում էր Մերիլենդում անհայտ պատճառներով, մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հարվածել պատնեշին։ Ղեկին եղել է 19-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանները կարծում են, որ վթարի պատճառը մեծ արագությունն է եղել։ Քեյլին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Մյուս ուղևորը հրաժարվել է բժշկական օգնությունից, վարորդը ստացել է թեթև վնասվածքներ։ Քեյլին ոգեշնչում էր շատ խուլ աղջիկների։ Նա հույս ուներ, որ կինոն հասանելի կլինի բոլորին։ Դերասանուհու ներկայացուցիչները խնդրել են հարգել նրա անձնական կյանքի իրավունքը եւ դեպքի մանրամասները չհանրայնացնել։ Լոս Անջելեսում անցկացվում է անկախ գրախանութների շաբաթ, այն կտևի հուլիսի 24-ից մինչև 26-ը։ Ծրագրին մասնակցում է 13 գրախանութ։ Մասնակիցները կարող են ստանալ գեղեցիկ նվերներ, յուրաքանչյուր խանութում խաղարկվում է $25 քարտ։ Բոլոր խանութներն այցելողները կստանան գլխավոր մրցանակ, այն գեղեցիկ պայուսակ է գրքերի համար։ Միջոցառմանը կմասնակցեն նաև հայտնի գրողներ իրենց գրքերով։ Գրախանութներում կգտնեք նոր եւ հազվագյուտ հրատարակություններ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը պատմելու է այն ամերիկահայի մասին, որը փոխեց կենսատեխնոլոգիան։ Այսօր պատմելու եմ մի հայի մասին, որի անունը շատերը լսեցին COVID-ի տարիներին, բայց նրա ազդեցությունը սկսվել է դրանից շատ առաջ։ Բարև ձեզ, հավանաբար գուշակեցիք, Նուբար Աֆեյանի մասին եմ պատմելու։ Նա միայն հաջողակ գործարար չէ, գիտնական է, նորարար եւ ներդրող։ Նրա ստեղծած գաղափարները դարձել են տասնյակ ընկերությունների հիմք, իսկ Հայաստանի հետ կապը երբեք չի սահմանափակվել միայն ծագմամբ։ Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 26-ին Բեյրութում, հայկական ընտանիքում։ Նրա ծնողները Լիբանանում էին հաստատվել հայոց ցեղասպանությունից հետո ձևավորված Սփյուռքի համայնքում։ Երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, ընտանիքը 1975 թվականին տեղափոխվեց Կանադա։ Այնտեղ նա ավարտեց դպրոցը։ Ավելի ուշ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացավ կենսաքիմիական ճարտարագիտության դոկտորի աստիճան։ Աֆեյանի հաջողության պատմությունը հետաքրքիր է նաև նրանով, որ նա երբեք չի սահմանափակվել մեկ ընկերությամբ։ Նրա նպատակը պարզապես բիզնես ստեղծելը չէր։ Նա ցանկանում էր գիտական գաղափարները հասցնել իրական արտադրության։ Այդ մոտեցումն էլ հետագայում նրան դարձրեց աշխարհի ամենահայտնի նորարար ներդրողներից մեկը։ Գործարարությամբ Նուբար Աֆեյանը սկսել է զբաղվել 1987 թվականին, համահիմնելով Perceptive Biosystems ընկերությունը։ Այն մշակում էր կենսաբժշկական հետազոտությունների համար նախատեսված սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ։ Հետագայում ընկերությունը ձեռք բերեց ամերիկյան խոշոր Thermo Bioanalysis կազմակերպությունը։ Այդ հաջողությունից հետո Աֆեյանը շարունակեց հիմնել նոր ընկերություններ, արդեն որպես սերիական ձեռնարկատեր եւ ներդրող։ Եթե փորձենք գնահատել նրա ազդեցությունը, ապա խոսքը վաղուց միայն բիզնեսի մասին չէ։ Նուբար Աֆեյանին հաճախ դասում են այն մարդկանց շարքին, որոնք ձևավորում են ամբողջ ճյուղերի ապագան, ինչպես Բիլ Գեյթսը ծրագրային ապահովման կամ Իլոն Մասկը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում, այնպես էլ Աֆեյանը համարվում է կենսատեխնոլոգիական նորարարության համաշխարհային ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Նուբար Աֆեյանի ամենահայտնի նախաձեռնությունը կապված է Մոդեռնա ընկերության հետ, որի համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է։ COVID-19 համավարակի ընթացքում Մոդեռնան ստեղծեց աշխարհում առաջին լայնորեն կիրառված պատվաստանյութերից մեկը։ Թեև պատվաստանյութի մշակմանը մասնակցել են հազարավոր գիտնականներ ու գործընկեր կազմակերպություններ, Աֆեյանը կարևոր դեր է ունեցել ընկերության ստեղծման, ռազմավարության եւ զարգացման գործում։
Այս հաջողությունից հետո շատերը սկսեցին Աֆեյանին նույնացնել միայն Մոդեռնայի հետ, սակայն դա նրա գործունեության ընդամենը մի մասն է։ Իրականում նա տասնամյակներ շարունակ ստեղծել է նոր կենսատեխնոլոգիական ընկերություններ, հենց այդ աշխատանքի շնորհիվ էլ դարձել է միլիարդատեր։ Forbes-ի իրական ժամանակի գնահատմամբ նրա կարողությունը 2026 թվականի հուլիսին կազմել է շուրջ 1.9 միլիարդ դոլար։ Իրականում Աֆեյանի գլխավոր ընկերությունը Flagship Pioneering-ն է, որը ստեղծում է եւ զարգացնում է կենսատեխնոլոգիական ստարտափներ։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել կամ համահիմնադրվել է ավելի քան 70 ընկերություն։ Դրանք զբաղվում են դեղերի մշակմամբ, գենետիկայով, արհեստական կենսաբանությամբ, գյուղատնտեսական տեխնոլոգիաներով եւ առողջապահական նորարարություններով։ Flagship-ի գաղափարը ոչ թե պատրաստի ընկերություններ գնելն է, այլ գիտական հայտնագործություններից նոր բիզնեսներ ստեղծելը։ Չնայած համաշխարհային հաջողություններին, Նուբար Աֆեյանը մշտապես ընդգծել է, որ հայկական ինքնությունը կարևոր տեղ ունի իր կյանքում։ Նրա համոզմամբ փոքր երկրները կարող են մրցունակ դառնալ գիտության, կրթության եւ տեխնոլոգիաների միջոցով։ Հենց այդ գաղափարն է ընկած նաեւ Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի հիմքում։ Հայաստանը Նուբար Աֆեյանի գործունեության կարևոր ուղղություններից մեկն է։ Նա Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից է, որը շնորհում է միջազգային մրցանակ կյանքեր փրկած մարդկանց։ Աֆեյանը նաև մասնակցել է UWC Դիլիջան միջազգային դպրոցի FAST հիմնադրամի եւ Afeyan Initiatives for Armenia ծրագրերի ստեղծմանը։ Այս նախաձեռնությունների նպատակը Հայաստանում կրթության, գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության զարգացումն է։ Նուբար Աֆեյանի պատմությունը ցույց է տալիս, որ գիտությունը կարող է փոխել ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ աշխարհը՝ Լիբանանից Կանադա, այնտեղից Միացյալ Նահանգներ, իսկ հետո համաշխարհային կենսատեխնոլոգիական առաջատարների շարքեր։ Միաժամանակ նա շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի ապագայում, հավատալով, որ գիտելիքն ու նորարարությունը երկրի ամենաուժեղ ռեսուրսներն են։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։